Պետության երկրորդ դեմքը հետապնդում է քաղաքացիներին։ Այս կադրերում Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ փնտրում է այն կնոջը, որը երեկ Սիլվա Կապուտիկյան փողոցում բետոնախառնիչի պայթյունից հետո լրագրողներին վրդովված ասել էր, թե շենքերից մեկը, որի շինարարության պատճառով է տեղի ունեցել պայթյունը, Ալեն Սիմոնյանինն է։ Հեն այն կողքը Ալեն Սիմոնյանինն է։ Հեն այն կողքի շենքը, որ սենց բալկոններում տույաներ են, ծաղիկներ են, Ալեն Սիմոնյանինն է։ Հետո Սիմոնյանը գտնում է այդ տեղեկությունը կնոջը հայտնած շինարարներին։ Շինարարներ, աշխատողները, որպեսզի եկել են բողոքել են, տենց մեր շենքը մոտիկա, ասել են դե իրանն է, որ հանգարց շանանգստած։ Արդեն այսօր գտնում է շինարարությունն անող կազմակերպություններին։ Դրանք էլ հերքում են Ալեն Սիմոնյանի կապը Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերի հետ։ Ու ես սենց գնալու եմ յուրաքանչյուր նման դեպքի հետևից։ Բոլոր գործընթացները, որոնք տեղի ունենում մասնավորապես մեր ներքաղաքական դաշտում, պետք է դիտարկենք նախընտրական տրամաբանության մեջ։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նկատում է, իշխանականները այսպես նյարդային ու դյուրագրգիռ են դառնում, հատկապես երբ իրենց մեղադրում են թալանի կամ կոռուպցիայի համար, չէ՞ որ իրենք իշխանության են եկել դրանք վերացնելու լոզունգներով։ Կոռուպցիան հիմա իրենց հաղթաթղթից վերածվել է իրենց թույլ խաղաքարտին։ Երբ ընդդիմությունը սկսում է խոսել իրենց կոռուպցիայի մասին, հիմնականում, դա առավել եւս իրենց հունից հանում է հունից եւ իրենք փորձում են նորից կոնսոլիդացնել իրենց եղած ընտրազանգվածը ատելության գաղափարի շուրջ։ Դրանով է պայմանավորված այն հայոյանքները, որ տրվում են հիմա խորհրդարանում, այն ներվային ռեակցիաները, որ մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուս դալիճի։ Թե ազգային ժողովում, թե Facebook-ում իշխանականները սկսում են հայհոյել, որովհետև միայն դա է մնացել, ասում է Հակոբյանը։ Բոլոր ռեսուրսները սպառվել են։ Թվարկում է, կորցրել են իրենց արտաքին քաղաքական հենարանները, այլևս չի աշխատում իրենց ստեղծած թույլ ու անմեղ կերպարը, որով արդարացնում են 7 տարվա սխալները, դրանք նախկինների վրա բարդելով։ Հիմա ուզում են ուժեղի թրենդ ձևավորել։ Երկար ժամանակ իրենք փորձում էին ներկայացնել, որ իրենք թույլ հարիվ, այսպես ասենք, դեմքեր են, որոնց ջեբը գցել են Արցախը, երկիրը, թալանած, չգիտեմ, բանակը եւ այլը, ժամանակի ընթացքում իրենք հասկացան, որ այդ իմիջը այլևս իրենց որևէ միավոր չի բերում, որովհետեւ այնուամենայնիվ հասարակության մի զգալի մասը իրենք ուզում են ուժեղ, իրավիճակին տիրապետող, իրավիճակը շտկող, երկիրը բարգավաճ դարձնող ղեկավարներ, այլ ոչ թե ղեկավարներ, որոնք անընդհատ խոսելու են, որ իրենց խաբել են, իրենց գրպանը, չգիտեմ, սա են գցել, նա են գցել։ Իրենք ուզում են ցույց տալ, որ մենք լավ տղա ենք, մենք կարող ենք դիմադրություն բանալ, իրենք ուժ են ուզում ցույց տալ։ Ռուսները ասում են իզաբրազիտ սիլու, իզաբրազիտ, ցույց տալ։ Չէ՞ որ առջևում ընտրություններ են, իսկ վերջին տիմ ընտրությունները կասկածի տակ դրեցին Փաշինյանի իշխանության վրա արտադրվելը 2026-ին։ Քաղտեխնոլոգի կարծիքով իշխանական ճամբարը հույս ունի հայհոյանքներով ու ատելության խոսքով ստեղծած այս նոր կերպարով պահել իր ընտրազանգվածը եւ մի քանի տարի էլ իշխանության մնալ։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։